Շնորհակալ եմ մեծարգո ազգային ժողովի նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ ու սիրելի քաղաքացիներ։ Ես իմ ամբողջ կյանքը ապրել եմ Հայաստանում, չհաշված 2 տարիները, որ կրթությամբ դուրսն էի արտասահմանում։ Իմ շփումների մեծ մասը Երևանում են, որտեղ ապրում է Հայաստանի բնակչության շուրջ կեսը։ Բայց լինելով Հայաստանի տարբեր համայնքներում ու քաղաքներում, Գյումրի, Ալավերդի, Ստեփանավան, Դեբետ, Դիլիջան, Սևան, Ծաղկունք, Վարդենիս, Երևանի հարակից մարզեր, դեպի հարավ, դեպի Արենի, Գորիս, Սիսիան։ Ես խոսում եմ ու շփվում եմ մարդկանց հետ։ Հետո խոսում եմ իմ գործընկերների հետ այստեղ ազգային ժողովում, իմ կառավարության գործընկերների հետ։ Հետո լսում եմ դահլիճի այս հատվածում, այս պահին բնականաբար չգտնվող, հաճախ չգտնվող գործընկերներին, տեսնում եմ իրանց էկրաններից։ Հիշում եմ Հայաստանում իմ ապրած ամբողջ կյանքը այն տարիները, երբ որ ես էկրաններին նայում էի, լսում էի մի բան ու մտածում էի, ես ինչ են ասում ու ինչ եմ մտածում։ Որ Հայաստանում կա կյանք, իրողություն իր բոլոր դժվարություններով ու հաջողություններով ու զարգացումներով, որը միշտ եղել է։ Բայց այսօր կա մի մեծ ու էական բան, որ չկար։ Ես ունեմ անկախ պետություն։ Ես ունեմ իմ պետության մեջ ապրող քաղաքացիներ, որոնք գիտեն, որ իրենք ունեն անկախ պետություն։ Ովքեր գիտեն, որ այդ պետությունը իրենք են, հենց իրենց Հայաստանում ապրելը, արարելը, բարիք ստեղծելը։ Գիտենք, որ եթե ուզում ենք ապրել, եթե ուզում ենք խոսել մեր լեզվով, որպես ժողովուրդ որոշել, ինչպես ենք ուզում ապրել, ինչպես ենք ուզում հարաբերվել աշխարհի հետ, ինչ ենք ուզում տալ աշխարհին, ինչ ենք ուզում ստանալ աշխարհից, պիտի ունենանք պետություն, անկախ պետություն։ 2008-ին ես մասնակցում էի ընդդիմադիր շարժմանը առաջին Հայաստանի նախագահի գլխավորությամբ եւ Հայաստանի վարչապետի գլխավորությամբ, ու մարտի 1-ից առաջ, երևի մի քանի օր առաջ, երբ որ ամենամարդաշատ հանրահավաքներն էին, խանդավառությունը օդում էր կանգնած, ես տուն էի գնում մի օր հանրահավաքներից ու երթուղայինի մեջ կար անհավանական զգացողություն հույսի ու հավատի։ Ու ես այն ժամանակ 19 տարեկան էի ու իմ ամբողջ մարմնով ու մտքով ու սրտով ազատություն էի ուզում։ Ինչ եղավ հետո, բոլորս գիտենք։ Դա տարիներ հետո, արդեն 2018-ին, ես ու իմ շատ ընկերներ, արդեն շատ ավելի հասուն էինք ու իհարկե խանդավառությունը կար 2018-ի հեղափոխությանը, շատ մեծ, բայց արդեն գիտենք, որ նաև պատասխանատվությունն է ահռելի լինելու։ Ոչ մեկս իհարկե չէր պատկերացնում, թե ինչպիսի պատասխանատվություն էր սպասվում մեզ, չեմ խոսում 44 օրյա պատերազմի մասին ու դրանից հետո, ու պատերազմից հետո տարիներ էին պետք, որպեսզի նորից հասկանանք, ուշքի գայինք, թե ինչպես ենք ապրելու, վերագտնենք մեր հույսը ու հավատը։ 2023 թվականին կառավարության կատարողականի ժամանակ ես ելույթումս խոսում էի լավատեսության հիմքերի մասին։ Դրանք էին իմ ժողովրդի պետության տերը լինելու եւ իրական ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելը, տնտեսական զարգացումը, օրինականության ու մարդու իրավունքների ամրապնդումը մարդկանց աճող ներգրավվածությամբ։ Այսօր ես ավելի քան երբևէ ունեմ հավատ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Պետություն ունենալու համար մենք նախ ազատ մտքով, իրավագիտակից, կրթված քաղաքացիներ պիտի ունենանք, ու մեր բոլոր ջանքերը ուղղված են ծնված օրվանից Հայաստանում մեր երեխաների, մեր ընտանիքների հանրության համար այս հնարավորությունը ստեղծելուն։ Չկա ոլորտ, որտեղ ես ծանոթանամ պետության կողմից իրականացվող ծրագրերին ու չտեսնեմ մտածողության էական փոփոխություն, մոտեցման էական փոփոխություն դեպի քաղաքացին, դեպի ազատ մտածող քաղաքացին, որին սեփական պետությունը, այսինքն ինքը, հենց ինքը հավաքական առումով ինքը տալիս է հնարավորություն աճի, զարգացման։ Ես մի մեջբերում եմ ուզում անել երեկվա մեր քննարկումներից։ Մեր կրթական համակարգը տևական ժամանակ հիմնված է եղել միսիան վրա, որը գիտելիքն է։ Ժամանակակից աշխարհն այդպես չի աշխատում։ Գիտելիքը ամեն վայրկյան կարող է հնանալ կամ թարմացվել։ Ամենակարևորը այն հմտություններն են, որոնք պետք է օգնեն տարբեր իրավիճակներում այդ գիտելիքները դրսևորելուն կամ գտնելուն եւ ունենալ արժեքային համակարգ, որը քեզ թույլ կտա ճիշտ ընտրություն անել, թե որտեղում ու ինչ ձևով կիրառես այդ գիտելիքը։
Սա երեկվա հարց ու պատասխաններ իմ գործընկերոջ պարոն Եղոյանի եւ տիկին Ժանա Անդրեասյանի միջև։ Օրինակ կրթության ոլորտում այս մի նախադասության մեջ պարփակված է թերևս մեր անելիքի ու մեր մոտեցման փիլիսոփայության մի մեծ մաս։ Այս մտքի առարկայացումը կյանքում ես չեմ պատկերացնում իմ դպրոցական տարիներին, իմ ուսանողական տարիներին, կար պաթոս ու ձև ու պաթոս ու ապօրինություն, աջ ու ձախ, վերև ներքև։ Հարկ վճարել, պետության կողմից դրա կարևորության մասին պրոպագանդա, պետությունն ու հարկը նույնացնել, չկային սենց բաներ, չկային, որտեղ պետք չէին վասալներին, կարևորը քեշն էր, որը պտտվում էր հատկապես ընտրությունների ցիկլում, սահուն, բայց իհարկե բոլոր առումներով թշվառ ու ապագան սպանող։ Այսօր ես ունեմ պետություն։ Ես ու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները ունենք պետություն, որը աշխարհի հետ խոսում է սուվերենի դիրքից, մեծից փոքր, հյուսիսից հարավ, ու որ շատ կարևոր է բոլորը խոսում են իմ պետության հետ, իբրև սուվերենի։ Անգամ նրանք, որոնք շատ ցավով են դա անում, ստիպված են դա անում, բայց անում են։ Դրա վառ ապացույցն են խոսույթի այն փոփոխությունները, օրակարգերի փոփոխությունը, որը մենք տեսնում ու լսում ենք բարձրաստիճան հանդիպումներին եւ փոխայցելություններին։ Այստեղ հիշեցի շարունակաբար ու համառորեն ինքնալուստրացվող սուբյեկտներին, ամենակալիբրովից մինչև ամենաանկալիբր, կներեք, բայց ամբյոնից ուզում եմ ասել, կալիբր չթողեցիք ուղղակի, դառնացրիք ու արժեզրկեցիք, մաշեցիք, ու հələ էլի մեղմ եմ ասում։ Դաշնակից մինչև օլիգարխ, Վանեցյանից մինչև Վարդանիկ, ուխտազանց բարձրաստիճան վեղարավորներ, ու այս ամենին հարող աշխուժակներ։ Շատ հուզիչ է իհարկե ձեր մեկս մյուսով օպերացիան, մեկը մյուսով, Վրադիր, Մաշա Սիմոնյաններ ու Սոլովյովների Հովանու ու էլ չգիտեմ ինչերի տակ։ Բայց ինչն է, որ վրիպում է ձեր փորձառու իմաստուն, ազգի սիրուն մեռած ու լեզուս չի պտտվում ասել քրիստոնյա հայացքից, այն բարձ իրողությունը, որ մարդիկ ունեն աչք, ականջ, միտք ու հիշողություն, ու որ մենք բանել չանենք, ոչ իման չասենք, լորեցու ասած գրախ քաշվենք, դուք ձեր խոսքով ու գործով մարդկանց ստիպում ու համոզում եք, որ երբեք ու երբեք վերադարձ չլինի ձեզ, ոչ իշխանության վերադարձ, տո որ սենց էլ շարունակեք, ոչ էլ երևի որպես ընդդիմություն վերադարձ։ Իսկ մենք սխալներ ունենում ենք, այն էլ շատ, բայց մենք երեսպաշտ չենք, մենք անազնիվ չենք, մենք արժեքներ վաճառողներ չենք, մենք վերափոխվում ենք, չվախենալով խոսել մեր սխալների մասին, ընդունել որտեղ ենք սխալվել ու շարունակել կրթվել։ Իսկ դուք այնքան մանր եք, որ ծաղրում եք, սա կարծելով թե թույլ ենք։ Ծաղրի հետ կապված մի ելույթ չգրած պատգամավոր գործընկեր Դալիչի այս հատվածից։ Ասում էր, ձեզ չենք հասնի, վայ, վույ, ձեր բառապաշարը եւ այլն։ Լաչառության, բարոյազրկության, բայղուշության ու էլի ոչ լավ բաների չեմպիոնները եկել մեզ են ասում, որ մեզ չեն հասնի։ Ասում է այս կինը, պատգամավոր, իմ գործընկեր տիկին Ագնեսա Խաման, ասում է, ինչ եք ուզում, ազգովի հավաքվենք տանք։ Տո այն նյութի ու փողի մեռածներ, երբ եք հասկանալու, որ չենք ուզում ինչ-որ բան, որ մեզ տակ, մեզ դիմում են ասելով ձեր ինքնապաշտպանման բնազդը չի աշխատում, ձեր հետագայի բարեկեցիկ կյանքի մասին մտածեք։ Ասում է, եթե մենք լինենք իշխանության, ուզում ասի, գիտեք ինչ էր ձեր սպառնալու ձեր անվտանգությանը, ասում է ձեր բարեկեցության մասին մտածեք։ Մենք ոչ թե վախենում ենք մեր անվտանգության համար, նայում եմ ստեղ, բայց չկան էլի։ Այլ ավելի շատ վախենում ենք, որ ձեր մտածելակերպ կրողները մեր պետությունը նորից զավթեն ու դեպի տարբեր այլ միություններ տանեն։ Բայց դա չի լինելու, որտեղ ձեր գոյությունը ու գործունեությունը, Արծվիկ Մինասյանի գործունեությունը դրա լավագույն երաշխիքն են։ Ու իհարկե Արծվիկ Մինասյանը այստեղ չի, բայց մի հատ էլ հարց կա, ուզում եմ միանալ պարոն Ռուբինյանի հարցին, ուզում եմ մի անգամ խնդրեմ, որ սահմանեք, որն է դաշնակցականի պետականությունը։ Հստակեցնեմ, Հայաստանի Հանրապետության դեպքում էլի պետականություն ասելով ինչ են հասկանում, որ շփոթ չլինի այլ պետությունների հետ։ Շնորհակալություն։